Մայր երբ որ երեխա է ունենում, ցավ ու տրտմություն է իր համար, բայց երբ որ ծնվում է երեխան, մի մարդ լույս աշխարհ է գալիս, մեծ ուրախություն է լինում, այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ճիշտ այդպես էլ մկրտության վերստին ծնունդն է, ծնունդ է, չէ, իսկ ծնունդ չէ, 9 ամսվա հաղթություն, երկունքի ցավ, տխրություն, արտասուք, արյուն արտասուք, վերջո երկնեց և ծնեց։ Այդպես էլ եթե մենք ուզում ենք մկրտվել, այս երկունքով պետք է բռնվենք։ Եթե ոչ 9 ամիս, գոնե չգիտեմ, ինչքան որ մենք ձգտում նվիրում ունենք, պատրաստվենք այս վերստին ծննդյան, երկունքով ծննդյան։ Ասում է տխրություն է մոր համար, բայց երբ որ ծնվում է երեխան, մեծ ուրախություն է։ Այդպես էլ մենք տխրում ենք, արտասում ենք մեր գործած մեղքերի համար։ Անկեղծ սրտով ուզում ենք Աստված, որ մեզ ների, բայց երբ որ վերստին ծնվում ենք, մկրտվում ենք, այն ժամանակ այդ տխրությունը հեռանում, ուրախությունն է գալիս, ինչպես մայրը երբ որ ծնում է, ուրախանում է, որ լույս աշխարհ մի մարդ եկավ, որ վերստին ծնունդը խավարից դեպի լույսը անցնելու, անգիտությունից դեպի երկնային աստվածային գիտակցություն անցնելու ճանապարհ է։ Ժողքից դեպի երկնքի արքայություն անցնելու, Քրիստոսին որդեգիր լինելու, երկնավոր հոր ժառանգ լինելու, Սուրբ Հոգու տաճար լինելու։ Ուրեմն անպայման պետք է երկնենք, որպեսզի ծնենք։